Հիմա վերադառնալով դոկտրինին եւ վերադառնալով ուղենիշին, ինչի մասին է այս փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը նրա մասին է, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում եւ դեպի ուր ենք ուզում շարժվել, բայց սա բավարար չի, որովհետեւ A կետից B կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով։ Ենթադրենք, էլի որպեսզի նաեւ հանրությանը հասկանալի լինի, ասենք Երևանից Գյումրի կարելի է գնալ առնվազն մի քանի ճանապարհներով, մենք ասում ենք Երևանից ենթադրենք գնում ենք Գյումրի կամ Գյումրիից գալիս ենք Երևան։ Դա երթուղիները կարող են տարբեր լինել եւ հետեւաբար այս տրամաբանությամբ դոկտրինը դրա մասին է, թե մենք ուր ենք գնում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ ըստ այդմ սրանով Հայաստանի Հանրապետությունը նոր տնտեսական պարադիգմա որդեգրում։ Փաստաթղթի մասին այս պարադիգման ներկայացված է բավականին համառոտ։ Ինքը 42 էջանոց փաստաթուղթ է, բայց ես ուզում եմ ասել, որ մենք սա 100 քանի էջից ենք կրճատել, դարձրել 42 էջ, եւ ես կարծում եմ, որ սա նաեւ էլի թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց հարակից շատ կարեւոր մի բան եմ ուզում ասել։ Մենք ընդհանրապես մեր ռազմավարական փաստաթղթերին պետքա բավարար լրջությամբ վերաբերվենք այն առումով, որ իրանք պետքա լինեն մաքսիմալ համառոտ։ Որովհետև պետական պաշտոնյա եւ ընդհանրապես մարդու ժամանակը ամենաթանկարժեք ռեսուրսն է։ Եվ այն փաստաթուղթը, որը կարա լինի 10 էջ, չպետքա լինի 11 էջ։ Այն ռազմավարությունը, որը կարա լինի 15 էջ, չպետքա լինի 16 էջ։ Այն տեղեկանքը, որը կարող լինի մի էջ, չպետք է լինի 1.5 էջ։ Այն նախադասությունը, որը կարող պարունակի 3 բառ, չպետք է պարունակի 6 բառ։ Ու սա ֆունդամենտալ խնդիր է, դասականը դեռ ասելա կներես կարճ գրելու ժամանակ չունեմ, դրա համար երկար եմ գրում, եւ սա նույնպես, որովհետեւ դոկտրինը վերաբերվում է նաեւ կառավարման նոր կուլտուրային, այս շատ կարեւոր բան է։ Եթե առավել եւս պետական պաշտոնին, պետական մարմինը, մի հատ ուրիշ պետական մարմնի գրում է տեղեկանք, առաջին հերթին այդ տեղեկանքը պետք է, ել չեմ ասում, որ պետքա լինի կոնկրետ, պետքա լինի մաքսիմալ կարճ, որովհետեւ եթե մենք նախարարին, փոխվարչապետին, վարչապետին, վարչության պետին, գլխավոր մասնագետին թուղթ ենք ուղարկում, որ ինքը պետքա կարդա, մենք պետք է ասենք, եթե այս թուղթը ուղարկում ենք, որի կարդալու վրա ինքը ծախսելու է 10 րոպե։ Արդյոք այդ 10 րոպեն այդ թղթի վրա կարդալու վրա ծախսելը պետական ռեսուրսի, ամենաթանկ ռեսուրսի ժամանակի օգտագործման ամենալավ ձևն է։ Ես ասում եմ, որ ոչ։ Եվ եթե մենք հաշվենք, թե ինչքան ժամանակ ենք ծախսում կարդալու այն թղթերը, որը 2 էջի փոխարեն կարող լինել 6 տող, տեղեկանքները, որտեղ ընդհանրապես պետք է լինի 3 թիվ, 3 տող, 3 թիվ, բայց գրվում է 6 էջ, 85 թիվ, 72 ֆայլ, ու ասենք դա նրա մասին է, որ մենք կաթվածահար ենք անում մեր իսկ աշխատանքը։ Իհարկե մենք փորձում ենք հիմա այդ ստանդարտն էլ բան անել, բայց միշտ չի, ես չեմ ասում, կարող է լինի տենց տեղեկանք, որը նույնքան արժեքավոր է, ինչքան Լև Տոլստոյի Պատերազմ եւ խաղաղություն վեպը, ես չեմ բացառում, այդպիսի հանգամանք թող լինի, այդպիսի գլուխգործոց տեղեկանքները թող լինեն նույնքան արժեքավոր, բայց ես խնդրում եմ, եկեք էս էլ բան անենք։ Եվ դրա համար ես ինչի համար եմ ասում, 42 էջը ինքը կարար իրականում երևի ավելի կարճ լիներ, բայց դա մի ճանապարհ է, որով մենք պետք է անցնենք, բայց ինքը ընթերցանության նյութ որպես այդպեսին կարող է լինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։